Պուրիտանները, ամենօրյա ընթերցանություն, Ջոն Ֆլավել, օր մայիսի 9։ Միթե երկուսով միասին կգնան, եթե համաձայնված չլինեն։ Ամովս 3 գլուխ 3 խոսք։ Քանզի Աստված ամեն ինչ է անում մեզ համար, ապա մեր շահերից և պարտականությունից է բխում ամեն ինչում ձգտել հաճեցնել նրան, ումից մենք կախված ենք ամեն հարցում։ Ոսկեբերան Հովանի մի խորիմաստ դիտարկում կա, որ քրիստոնյայի համար իրականում Աստծո դժգոհությունն առաջացնելուց բացի որևէ այլ ծանր ու դառը բան չպետք է լինի։ Եթե մարդը խուսափի դրանից, ապա ոչ մի նեղություն կամ վիշտ չի կարող կոտրել այդ իմաստուն հոգուն։ Ինչպես կայծը հեշտությամբ մարում է ծովի մեջ, այնպես էլ Աստծո բարեհաճությունը կհանգեցնի բոլոր դժվարությունները։ Նա ասում է, որ այդպիսի հոգին նման է երկնքին։ Մենք կարծում ենք, թե երկինքը տառապում է, երբ ամպերով է ծածկվում, կամ թե արևը տուժում է, երբ խավարում է լինում, բայց իրականում այդպես չէ, նրանք չեն տառապում, նույնիսկ երբ թվում է, թե տառապում են։ Ամեն ինչ լավ է և լավ կլինի, երբ մեր և Աստծո միջև ամեն ինչ ճիշտ ու խաղաղ է։ Սրբերի մեծ մխիթարությունն այն է, որ իրենց վերաբերող ամեն բան իրենց հոր ձեռքերում է։ Մարտին Լյութերն ասել է. «Ես լիովին կհուսահատվեի, եթե Քրիստոսը եկեղեցու գլուխը չլիներ»։ Երբ նա, ով ամեն բան գործում է, մեր Աստվածն է, մեր Աստվածը, որ հաճույք է գտնում մեր բարօրության մեջ և ուրախանում է մեզ բարիք անելով, ապա ինչ մեծ ապահովություն ու վստահություն կա նույնիսկ ամենամեծ խառնաշփոթների և վտանգների մեջ։ Ախ, եթե միայն մեր ընթացքը վարեինք Աստվածաշնչի այդ հրաշալի իմաստությամբ, այդ աստվածային կյանքի կանոններով։ Սիրելիներ, ոչնչից մի վախեցեք, բացի մեղքից։ Ամենից ավելի ձգտեք հաճեցնել Աստծուն։ Ոչ մի փորձության պատճառով մի շեղվեք ձեր ազնվությունից ու հավատարմությունից։ Ձեր պարտականության ճանապարհին վստահեք միայն Աստծուն։ Սրանք հաստատուն կանոններ են, որոնք կպահպանեն ձեզ և ձեր բարօրությունը այս կյանքի բոլոր փոփոխությունների ու շրջադարձերի մեջ։